Պարոն Աշոտյան, այսօրվա դատականիստից ինչ ակնկալիքներ ունեք։ Իմ ակնկալիքները վաղուց նման նիստերից չեն, այլ նիստերի առիթից են, որովհետև Հայաստանում դատական համակարգը վաղուց վերածվել է պատժիչ ռեպրեսիոն մեխանիզմի մի վինտիկի եւ դա արձանագրում են որպես դառը իրողություն, քաղաքական հետապնդումների ողջ այն հրեշավոր կոնվեյերը, այն մեխանիզմը, որ Նիկոլ Փաշինյանը ներդրել է երկրում, իր մեջ ներառում է նաև դատական համակարգին, եզակի բացառությունները միայն ընդգծում են այդ օրինաչափությունը։ Չեմ ուզում առաջ անցնել այսօրվա դատական նիստի արդյունքների հետ կապված, մեծ հույս ունեմ, որ դատարանը իրեն կպայի որպես բացառություն, նիկոլական Հայաստանի համար բացառություն եւ Դավիթ Համբարձումյանը ազատ կարձակվի եւ համապատասխան վերջնական վճիռը վերաքննիչ քրեական դատարանի կլինի չքաղաքականացված, հետեւաբար Դավիթ Համբարձումյանը այլևս երբեք անազատության մեջ չպետք է լինի այս գործով եւ առասարակ։ Բայց Դավիթի այսօրվա նիստը նաեւ առիթ է խոսելու Հայաստանում քաղաքական բանտարկյալների խայտառակ խնդրի եւ իրավիճակի մասին։ Ուզում եմ այս առիթը օգտագործել ձայնս բարձրացնելու հոգուտ բոլոր կալանավորված մեր եղբայրների, ինչպես նաև հատկապես ուշադրություն դարձնելով Նարեկ Սամսոնյանի շարունակվող հացադուլի եւ այդ հացադուլի հետևանքների, աղաղակող հետևանքների վրա, որոնք կարող են անդառնալի լինել Նարեկի կյանքի եւ առողջության համար։ Ես ցավով եմ արձանագրում այն փաստը, որ մենք հասել ենք մի վիճակի, որը շատ քիչ է տարբերվում Ադրբեջանից, Թուրքիայից եւ իրենց ավտորիտար ձեռագրով հայտնի այլ երկրներից, թեպետ Նիկոլը ամեն ինչ ադրբեջանացնում է Հայաստանում եւ պատահական չի, որ հասարակական այս պարսավելի երևույթները նույնպես ադրբեջանական, Ալիևյան, Էրդողանյան ձեռագրեր են։ Ես ուզում եմ դիմել նորից մեր բոլոր քաղաքացիներին, խնդրելով իրենց անտարբեր չլինել քաղաքական բանտարկյալների ճակատագրի նկատմամբ, որովհետև եթե չորը չոքում է մեկի դուռը եւ եթե այդ չորի դեմ չես պայքարում, ապա չորը տարածվելու է բոլորի դռների առջև, ընդամենը ժամանակի հարց է, թե ում եղբայրը, քույրը, ամուսինը, տղեն փեսան կհայտնվի նիկոլական մամլիչի ճիրաններում եւ Նարեկը չպետք է դառնա հերթական զոհը այս ռեժիմի, առանց այդ շատ զոհեր ենք ունեցել։ Ուզում եմ իմ բացարձակ համերաշխությունը վերահաստատել Նարեկին, Վազգենին, մեր սրբազաններին, կալանքի տակ գտնվող ազատազրկված մեր բոլոր հայրենակիցներին առանց անկախ մեր ունեցած քաղաքական տարաձայնություններից։ Ես ուզում եմ նրանք բոլորը վերադառնան ազատ հասարակական քաղաքական կյանք, ու մենք ելի նրանցից շատերը շարունակենք բանավիճել Հայաստանի ներկայի եւ ապագայի մասին, մտքում ունենալով մեկ տեսլական՝ Հայաստան առանց Նիկոլի եւ Հայաստան Նիկոլից հետո։ Աստված առաջ։ Պարոն Աշոտյան, Նարեկ Սամսոնյանի դեպքում ՄԻՊ-ը նոր արձագանքեց Նարեկ Սամսոնյանի հացադուլի հետ կապված, ինչպես կգնահատեք նրա արձագանքը եւ նաեւ այն եվրոպական մյուս խորհուրդները, միջազգային կառույցները, որ տեղեկություն հենց ստանում էին ՄԻՊ-ից։ Փաստորեն ՄԻՊ-ը սոված էր եւ եթե Անտիֆեկի խմբագրությունը սնունդ չտաներ ՄԻՊ-ին, 11 օրվա Նարեկի չկերած սնունդը չտաներ ՄԻՊ գրասենյակ, խեղճ ՄԻՊ-ը այդտեղ սոված կմնար եւ աչքերը չէին բացվի, թեպետ չգիտեմ ինչ կանով են բացել, արձագանքը չգիտեմ, բայց դա զավեշտ է, չէ՞ որ երկրում խայտառակ իրավիճակ է, Նարեկի հայտարարած հացադուլը արդեն 12-11 օր է, չենց միջ հետ էլ դատական նիստ կար, 12 օր կարող են քաշվել եւ դրուկ ՄԻՊ-ը փորձել է արձագանքել։ Ես իմ կալանքի օրինակով գիտեմ, որ այդ ինստիտուտը Հայաստանում գոյություն չունի, այդ ինստիտուտը Հայաստանում ցավոք սրտի վարկաբեկված է, ինչպես մնացած ամեն ինչը, ինչին Նիկոլը կպել է։ Հայաստանը ունեցել են լավ մարդու իրավունքների պաշտպաններ, Լարիսա Ալավերդյանից սկսած մինչև Այո Արման Թաթոյան, եւ շատ ցավում եմ, որ այլանդակվեց ու ապականվեց նաեւ այդ ինստիտուտը։ Ակնկալիքներ ժամանակին խոստումնալից, իսկ հիմա իր հնարավոր պայծառ մասնագիտական ապագան Նիկոլի քաղաքական արտաթորանքի մեջ թաղած մի պահուն շատ բան չունեմ ասելու,
առնվազն գիտեք կարող ես լավ իրավաբան չլինել, բայց խիղճ ունենալ կարող ես 0 կոպեկ արժի իր փորձառությունը, իր կրթությունը, իր 1 րոպեում 15 չհասկանալի անգիրարած բառ ասելու օլիմպիական ռեկորդը, եթե նա խիղճ չունի։ Իսկ այդ միտը վաղուց խիղճ չունի, բարի ախորժակ, հուսով եմ կշտացել է Նարեկի չկերած սննդով։